Իրանը պատրաստ է փոխզիջումների միջուկային ծրագրի շուրջ Միացյալ Նահանգների հետ համաձայնության գալու համար, եթե Վաշինգտոնն էլ պատրաստ լինի քննարկել պատժամիջոցները վերացնելու հարցը։ Ժնևում վաղը երկու երկրների միջև նախատեսված բանակցություններից առաջ հայտարարել է Իրանի փոխարտգործնախարարը։ BBC-ին տված հարցազրույցում Մաջիդ Թախտ Ռավանչին շեշտել է, Թեհրանը միակողմանի զիջումների չի գնա եւ հիմա գնդակն ԱՄՆ դաշտում է, որը պետք է ապացուցի, որ ցանկանում է գործարք կնքել։ Մենք պատրաստ ենք քննարկել այս եւ մեր միջուկային ծրագրին վերաբերող այլ հարցեր, եթե նրանք եւս պատրաստ լինեն խոսել պատժամիջոցների մասին, քանզի այդ ապօրինի պատժամիջոցները եւս պետք է լինեն բանակցությունների սեղանին։ Իրանի արտգործնախարարության տնտեսական դիվանագիտության դեպարտամենտի փոխտնօրենն էլ հայտարարել է, որ Իրանը ձգտում է Միացյալ Նահանգների հետ այնպիսի համաձայնության, որը տնտեսապես շահավետ կլինի երկու կողմերի համար, եւ որպեսզի համաձայնագիրը երկար տևի, կարեւոր է, որ ԱՄՆ-ն եւս օգուտ ստանա այն ոլորտներում, որոնք արագ եւ բարձր եկամտաբերություն ունեն, ասել է Համիդ Ղամբարին։ Բանակցություններում ներառված են նավթի եւ գազի հանքավայրերի, համատեղ հանքավայրերի, հանքարդյունաբերության մեջ ներդրումների եւ նույնիսկ ինքնաթիռների գնման ոլորտում ընդհանուր շահերը, ֆարս գործակալությանն ասել է նա։ Իրանն ու Միացյալ Նահանգներն այս ամսվա սկզբին վերսկսեցին բանակցությունները տասնամյակներ շարունակվող վեճը լուծելու եւ նոր ռազմական բախումը կանխելու համար։ ԱՄՆ-ն մեծ թվով ռազմական տեխնիկա եւ զորք է ուղարկել տարածաշրջան, որտեղ ուղևորվում է արդեն երկրորդ ավիակիրը։ Ամերիկացի պաշտոնյաները Reuters-ին ասել են, որ ԱՄՆ-ն պատրաստվում է երկարատև ռազմական գործողությունների, եթե բանակցությունները ձախողվեն։ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն իր հերթին երեկ Բրատիսլավայում հայտարարել է, որ նախագահ Թրամփը նախընտրում է խնդիրը դիվանագիտությամբ լուծել, սակայն պատրաստ է այլ սցենարների, եթե բանակցություններն արդյունք չտան։ Մենք գործ ունենք արմատական շիա հոգևորականների հետ, մարդիկ, որոնք աշխարհաքաղաքական որոշումներ են կայացնում, հիմնվելով բացառապես աստվածաբանության վրա, եւ դա բարդ է։ Ոչ ոք երբեք չի կարողացել հաջող գործարք կնքել Իրանի հետ, բայց մենք փորձելու ենք։ Իսրայելի վարչապետն էլ երեկ հայտնել է, որ անցած շաբաթ ԱՄՆ նախագահի հետ հանդիպմանն ասել է, Իրանի հետ ԱՄՆ ցանկացած գործարք պետք է ներառի Իրանի միջուկային ենթակառուցվածքների ապամոնտաժումը, այլ ոչ թե միայն ուրանի հարստացման դադարեցումը։ Բենյամին Նեթանյահուն Դոնալդ Թրամփին նաև ասել է, թե թերահավատ է, որ Իրանի հետ հնարավոր է գործարք կնքել, քանզի չի վստահում նրանց։ Նրանք ստում են եւ խաբում, բայց ես ասացի, եթե համաձայնության պետք է հասնել, ապա այն պետք է ունենա մի քանի բաղադրիչներ, որոնք մեր կարծիքով կարևոր են ոչ միայն Իսրայելի, այլև աշխարհի անվտանգության համար։ Մինչ այդ ԱՄՆ նախագահը հայտարարել էր, թե Իրանում ռեժիմի փոփոխությունը մեջբերում եմ լավագույն բանը կլինի, որ կարող է պատահել այդ երկրում, քանզի մի քանի տասնամյակի ընթացքում իշխանությունների բռնաճնշումների հետևանքով հազարավոր մարդիկ են սպանվել։ Սպիտակ տան ղեկավարը սակայն չի նշել, թե ով կարող է ղեկավարել Իրանը ռեժիմի տապալվելու դեպքում։ Միայն նշել է, թե կան նման մարդիկ։